Գոհանում ենք ամեն օր մեր աչքերը բացելուց ժողովուրդ ջան, իրոք պետք է գոհանանք Տիրոջից, որ Տեր Աստված մեզ մի օր է կյանք տվեցիր, քեզ ավելի մոտենանք, ավելի լցվենք քեզանով, ավելի քո կյանքով լցվենք։ Ես մի համար եմ կարդալու նորից գանք աղոթքի Հովհաննես ավետարանի 11:25 համարում հետևյալ խոսքերն ա գրված ասում. Հիսուսը ասավ անոր. Ես եմ հարությունը եւ կյանքը, ան որ ինձի կհավատա, թեև մեռնի, պիտի ապրի։ Փառք Տիրոջը ժողովուրդ ջան, մեր Տերն է հարությունը եւ կյանքը, ով իրան հավատա, թեև մեռնի, պիտի ապրի։ Այսօր աշխարհը չունի այդ հնարավորությունը, բայց Աստված տվել է մեզ այդ հավիտենական կյանքը։ Գիտեք, հազարամյակներ առաջ աղաչի մարդկանց ժամանակվանից բոլորս տեղյակ ենք Ադամի եւ Եվայի ժամանակվանից մարդու անհավատության պատճառով պատնեշ առաջացավ մարդկանց եւ Աստծու միջև թշնամություն առաջացավ, մարդը հավատաց ավելի շատ անօրինի խոսքին, չհավատաց Տիրոջ խոսքին, Տերն ասեց չուտեք, կմեռնեք, իսկ անօրինն ասեց չէ, չեք մեռնի։ Եվ այդ ժամանակվանից դարեր շարունակ, հազարամյակներ շարունակ այդ պատնեշը կար Տիրոջ Աստծու եւ մարդկանց միջեւ, բայց Տեր Հիսուս Քրիստոսը իր մարմնով, իր կյանքով, իր խաչելությամբ, իր արյունով այդ պատնեշը քանդեց եւ հնարավորություն տվեց մարդկանց մոտենալ Տիրոջը։ Այդ թշնամությունը վերացավ եւ Աստծու սիրո գագաթնակետը դրանով երևաց, որ ինքը իր միածին որդուն տվեց աշխարհ, որպեսզի ով որ հավատա ապրի, բայց այդ հավատքը ուղղակի գիտություն չի, ուղղակի գիտելիք չի։ Այսօր աշխարհն էլ շատերը հավատում են, որ ինչ-որ մի բան կա երկնքում, մի էներգիա կա, մի ուժ կա, մի զորություն կա, Աստված կա, բայց դա ուղղակի գիտություն է, իսկ հավատալ, որ Քրիստոսն է իմ կյանքը եւ Տիրոջից Քրիստոսից բացի կյանքի իմաստ չկա, դա է իրական հավատքը։ Եվ ով որ ունի այդ հավատքը, գրված է Աստծո խոսքում, թեև մեռնի, պիտի ապրի։